Մանուկյան, գրեթե բոլոր դատարանների բակերում ձեզ հանդիպում ենք, տեսնում ենք, բայց այսօր պարզվեց այն դատականիստերին, որոնց մասին մենք տեղեկացվում էինք, որ այո, քաղբանտարկյալներին վերաբերող պրոցեսներ են, այսօր ըստ Գալյանի պարզվեց, որ մենք չունենք Հայաստանում քաղբանտարկյալներ, իսկ որպես այսպես վկա բերվեց ԵԽԽՎ վերջին զեկույցը, որի վերաբերյալ քննադատություն է հնչեցրել ընդդիմությունը։ Ինչ է ասում Գալյանը եւ ովքեր են մեր հոգեվորականները, եթե ոչ քաղբանտարկյալներ եւ ոչ միայն նրանք։ Սրբի Գալյանը չգիտեմ, տեղյակ է թե չէ, բայց ԵԽԽՎ-ն ունի բանաձև տարիներ առաջ մշակած բանաձև, որտեղ չափորոշիչներ է սահմանել քաղբանտարկյալի ընդհանրապես այդ կարգավիճակի հետ կապված եւ այսօր անազատության մեջ գտնվող բոլոր քաղաքական պատճառներով հետապնդվողները ամբողջությամբ տեղավորվում են ԵԽԽՎ-ի այդ բանաձևով հստակ է որ քաղբանտարկյալ են։ Սրբի Գալյանը եթե ասում է որ քաղբանտարկյալ չկա, մի հատ թող քրեակատարողական վարչության պետից իր ենթակայից հարցնի 3 օտարերկրացի պատվիրակները Բագրատ Սրբազանի հետ ԱԱԾ մեկուսարանում բա ինչի էին հանդիպում։ Ինչի էին հանդիպում։ Ինչ վերաբերվում է ԵԽԽՎ-ի վերջին բանաձևին, մեր գործընկերների շատերը շատ հստակ արձանագրել են։ Մենք այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացների դիտորդ ունենք կուրացած եվրոպական կառույցներ, որոնք ամեն ինչ անում են, ներքաշված են Հայաստանի ընտրական գործընթացներում, Թուրքիան ու Ադրբեջանն էլ վերադիր, եւ ամեն ինչ անում են, աչք են փակում բոլոր անօրինականություններին, միայն իրենց սրտի քաղաքական ուժի վերարտադրումն ապահովելու համար։ Ես ուզում եմ այսպես մի քանի արձանագրումներ անել, չսպասելով այսպես դատական վերջնական ակտերի, այսօր Արդարադատության նախարարը տարբեր հանցանքներում մեղադրեց նաև մեր հոգևոր հայրերին, կարծեմ ահաբեկչության մեջ, սովորական հանցագործներ դարձրեց, այսպես ասած։ Օրինակ Բագրատ Սրբազանի եւ 18 արդարների դատի, տեսեք արդեն քանի դատական նիստ է Բագրատ Սրբազանը ասում է քննչական կոմիտեի նախագահ Սուտասյան է կամ պետք է ապացուցի որ Սրբազանի ձեռքով հեղաշրջման պլան է մշակվել կամ էլ եթե չի ապացուցում Սուտասյանը ներողություն պետք է խնդրի նույնը վերաբերում է գլխավոր դատախազին որ ազգային ժողովում մեր գործընկեր Արթուր Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու հարցի միջնորդության ժամանակ բազմաթիվ ստեր ասել բազմաթիվ ստեր քննչական ամբողջ մարմինները դարել են ստախոսության եւ նաեւ իշխանության ձեռը ռոպագանդայի գործիք կհիշեք Սրբազանի ձերբակալման մյուսների ձերբակալման ժամանակ խոսում են ինչ որ աստղիկներ որոնցով անիվներ են պայթելու այդ աստղիկները մնացին երկնքի աստղերը պարզապես նայեք ուղղակի այլևս հոգնում ես այդ թեմայով խոսել բայց այնքան անարժանապատիվ էր այնքան ստորացած էր այնքան ստրկացած են, այնքան տրաֆիկինգի զոհ են դարձած այդ բոլոր քննչական մարմինները, նույն շաբաթօրվա կատարվողը, երբ որ Սրբազանների դեմ հարուցվեց քրեական գործ, նույն Սուրեն Պապիկյանի որոշումը, ամսի 6-ին գալու է հանձնաժողով, անուն առանուն ասելու եմ այն զինվորականներին, որոնք իրենց ուսադիրները ոտի տակ են տվել, թուլամորթները, որոնք գնդերեսներին ստիպում էին վեապարի դեմ հայտարարություններ անել, անուն առանուն եմ ասելու, անուն առանուն է, թող ամաչեն իրենց բոլոր այն նախկին գործընկեր զինվորականներից, նահատակներից թող ամանչեն, այսօր քահանաների, գնդերեսների բանա, ցենզուրա են իրականացնում։ Պարոն Մանուկյան, ուզում ենք քննչական կոմիտեն հնարավորություն տան քննչական մարմիններին, որպեսզի կառավարության կազմի մեջ հայտարարություն ասել։ Ինչ ասել։ Քննչական մարմինները բացառությամբ դատախազության, որ անպաշտպանություն լինին, հնարավորություն են ցանկանում տան, որպեսզի ենթակա լինի կառավարությանը։ Դե հա Նիկոլ Փաշինյանի կասումը մի քիչ բանա, վերարկու է դառնալու կամ չգիտեմ, զոնտիկ է դառնալու։ Չգիտեմ, այլևս որևէ բանական բան չկա։ Նայեք, որևէ բանական բան չկա այլևս։ Որ մեկը հիշեցնես։
եկեղեցու գործերի դատական ակտով, այսինքն պայմանական ասեմ, դաշնակցությունից ինձ հեռացնում են։ Ես դատի եմ տալիս դաշնակցություն, մեղա կես Տեր Աստված, դատի եմ տալիս դատարանը որոշում է, որ չէ Գեղամ Մանուկյանը դաշնակցության անդամ է։ Ավելի խելագար ու մեղքեր, այդ մարդկանց, այդ դատավոր քննիչ, դատախազ մեղքի տակ են մտցնում ինչե վեր։ Իրանց ծերուններով են մեղքի տակ մտցնում։ 37 թվին էջմիածնում վեհապար խեղտողները այն տառապանքը որ ունեցել է, թող նայեն հիշեն դա։ Դե եթե կարգավորիչի որոշումները չեն ընդունում կարգավորիչները։ Տենց սելջուկներ ու թաթարներ ու մոնղոլներ ու բոլշևիկներ են տեսել, որ եկել անցել են, մոռացվել է։ Շնորհակալ եմ։ Միջած գալիս ենք Բաքրատ Սրբազանի մոտից։ Պատգամներով են։ Լավ էր։ Ինչա փոխ։ Երեք եվրոպացիները ասել են մենք մտածում ենք որ հատված ձեզ կտեսնենք, բայց ապշած ենք։ Արշակ Սրբազանի։ Չէ, ցավոք սրտի Արշակ Սրբազանի տեսակցությունները դատարանը Սահմանափակ։ պլանի համար սահմանափակել է, այսպես Մկրտիչ Սրբազանին էլ ավսի 15-ից նոր միայն բաց կլինի։